Դարպասները կբացվեն լուսաբացին։ Ինչու էր Վանգան վախենում ապրիլի 12-ից և ինչ էր թաքցված նրա 2026 թվականի մարգարեությունից ևս 30 տարի։ Վանգան զգուշացրել է, 2026 թվականի ավագ շաբաթը կդառնա կամուրջ դեպի նոր աշխարհ, որը կսկսվի ուղղափառ զատկին։ Ինչպես է մոլորակը վրեժ լուծելու մեզանից, կգա աշխարհի վերջը, և ովքեր կլինեն ընտրյալները։ Վանգայի մարգարեությունները 2026 թվականի համար։ Ինչու է մոլորակը վեր կենալու։ Վանգայի կանխատեսումը 2026 թվականի համար։ Ինչու է աշխարհը ընդմիշտ փոխվելու։ Մարդը փորում է իր գերեզմանը, չխնայելով երկիրը։ Աշխարհի մի մասը կսառչի սարսափելի ցրտից, մյուսը կայրվի անտանելի շոգից։ Երկիրը ավելի ու ավելի հաճախ կդողա, ջուրը կկլանի բազմաթիվ ափեր, իսկ հրաբուխները կրակ կթափեն ամբողջ երկրների վրա, զգուշացրել է տեսանողը։ Այս պահին մարդիկ մոլորակը կհասցնեն ջրի եզրին։ 2026 թվականին կլիման ամբողջությամբ կփոխվի, ջուրը կսկսի կլանել ամբողջ ափագծերը։ Երկիրը այնքան հաճախ կցնցվի, որ մենք այլևս չենք զարմանա երկրաշարժերից։ Հրաբուխները կարթնանան ինչպես զայրացած վիշապներ։ Ջուրը ոսկուց թանկ է, իսկ սովը ամենամեծ դահիճը։ 2026 թվականի իր կանխատեսումներում Վանգան նաև խոսել է խմելու ջրի և սննդի սուր պակասի մասին։ Նրա խոսքով ամբողջ տարածաշրջաններ կվերածվեն անապատների։ Մարդիկ կթողնեն իրենց տները և կգնան ջուր և մի կտոր հաց փնտրելու։ Զանգվածային միգրացիաները միշտ նշանակում են արյուն, կեղտ և հակամարտություն։ Կսկսվի պայքար ռեսուրսների համար, և այն անողող կլինի։ Մարդիկ կսանձվեն անտեսանելի ուժերով։ Կույր պայծառատես Վանգան մարգարեացել է, որ 2026 թվականին գիտնականները կսանձվեն անտեսանելի ուժերով, առաջընթացը կհեղափոխի ամեն ինչ, և մարդիկ կխոսեն մեքենաների հետ, կարծես թե սիրելիներ լինեն։ Նրա հետևորդները վստահ են, որ սա վերաբերում է քվանտային համակարգիչներին, գենետիկական ինժեներիային և արհեստական բանականությանը, որը ինքնուրույն որոշումներ կկայացնի։ Վանգան զգուշացրել է, որ նման տեխնոլոգիաները կարող են դառնալ և համապարփակ դեղամիջոց, և ժամանակի ռումբա։ Մեծ պատերազմ է սպասվում։ Ռազմական բախման մասին կանխատեսումները առանձնանում են։ Վանգայի խոսքով 2026 թվականն է, երբ գերտերությունների միջև հակասությունները կհասնեն կրիտիկական զանգվածի։ Ամենաթեժ կետերն են Մերձավոր Արևելքը, Հարավային Արևելքը և Հարավային Ասիան։ 2026 թվականն է, երբ բազմիցս զենք կվերցնեն, բայց ի վերջո սլավոնները կմիավորվեն գոյատևելու համար, կանխատեսել է Վանգան։ Սակայն կար նաև մի այլ մարգարեություն, որը կապված էր որոշակի ամսվա հետ՝ 2026 թվականի ապրիլի 12-ին։ Այո, պատարագական տարվա ամենակարևոր տոնին՝ զատկին։ Ամենահետաքրքիրն այն է, որ թաքցվել է ավելի քան 30 տարի, և մարգարեության բովանդակությունը կարող էր վախեցնել նույնիսկ ամենահամար կասկածմոտին։ Ինչ էր կանխատեսել Վանգան։ Վանգայի կանխատեսումը 2026 թվականի համար, թաքցված 33 տարի, և այն, ինչը այն ասում է, ցնցող է։ Լուսանկարը ամեն ինչի տեոնիա YouTube։ Պարզվում է, որ Վանգայից վախենում և հարգում էին լավ պատճառով, այնքան Բուլղարիայի կառավարությունը պաշտոնապես նշանակեց նրան քաղաքացիական ծառայության 1967 թվականին։ Տեսանողի մոտ այցելությունները վճարվում էին, գումարը գնում էր կանզարան, և նա աշխատավարձ էր ստանում։ Հետախուզությունները ինքն էր օգտագործում նրա պարգևը անհետ կորած անձանց փնտրելու համար։ Սակայն մեր ժամանակների մասին ամենակարևոր մարգարեությունը երկար ժամանակ անհայտ մնաց։ Այս ամեն ընթացքում մարգարեությունը փոշի էր հավաքում սովորական դպրոցական տետրում, թաքցված հին ճամրուկու մեջ։ 1993 թվականի ապրիլի ուրբաթ օրը Վանգան զանգահարեց իր զարմիին Կրասիմիրա Ստոյանովային և ասեց նրան գրերադն անել, խստիր արգելելով նրան ցույց տալ դա որևէ մեկին մինչև 2026 փետրվարը։ Լուսավորը անմիջապես զգուշացրեց. մարդիկ չեն հասկանա, նրանք կծիծաղեն դրա վրա, և երբ ժամանակը գա, նրանք կմոռանան դա կամ կօգտագործեն դա վնասի համար։ Աշխարհը ընդմիշտ կփոխվի 2026 թվականի ապրիլի 12-ին։ Ինչ է ասել Վանգան։ Այդ տետրում բառացիորեն օրեցօր նկարագրված էր այն սարսափը, որը սպասվում է աշխարհին 33 տարի անց։ Սուրբ զատկից առաջ ավագ շաբաթը կորոշի ամեն ինչ։ Երկուշաբթի օրը կնշանակվի կասկածներով։
Երեքշաբթի օրը մեքենաները կսկսեն խափանվել, սարքավորումները կսկսեն զանգվածային խափանվել։ Չորեքշաբթի օրը մարդիկ կկորցնեն իրենց նպատակի զգացողությունը և կդադարեն միմյանց հասկանալուց։ Հինգշաբթի օրը կխեղդվի խուճապի և վախի մեջ։ Ուրբաթ օրը խավար կգա։ Բայց ամենասարսափելի բանը կպատահի շաբաթ օրը 2026 թվականի ապրիլի 11-ին։ Երկիրը կկանգնի, քամին կդադարի, թռչունները կլռեն և մարդիկ կվախենան շնչելու։ Լուսաբացին հին և նոր աշխարհի միջև դարպասները կբացվեն։ Ոմանք կանցնեն լույսի մեջ, ոմանք խավարի մեջ։ Կախված է, ինչ կբերեն դարպասներին։ Մի լացեք, սա վերջը չէ, այլ սկիզբ է։ Նոր աշխարհը կլինի ավելի լավը, քան հինը նրանց համար, ովքեր իսկապես արժանի են։ Վանգա։ Սակայն արդեն լուսաբացին Քրիստոսի պայծառ հարության օրին հին և նոր աշխարհի միջև դարպասները ենթադրվում է կբացվեն։ Վանգամ խոստացել է, որ սա վերջը չէ, այլ սկիզբ է։ Նոր աշխարհը կլինի ավելի լավը, քան հինը, բայց միայն նրանց համար, ովքեր իսկապես արժանի են։ Արդյոք կա կապ այս մարգարեության և պայծառ զատկի տոնի միջև։ Արդյոք դա պատահականություն է, ամ լուրջ նշան։ Ոչ ոք չգիտի, բայց ջաստ անհնար է անտեսել ամսաթվերի նման համադրությունը։ Վանգայի կենթագրության գաղտնիքները, ջակատագրական խաղեր։ Վանգայի կենթագրությունը և լայքը, ինչպես նա դարձավ պայծառատես։ Լուսանկարը նանո-բանանա AI։ Հիշեցնենք, որ Վանգայի պատմությունը սկսվել է 1911 թվականին Աղքատ գյուղաքիական ընտանիքում, երբ ապագա պայծառատեսը 3 տարեկան էր, նա կորցրեց մորին։ 4 տարեկանին հայրը հայտած մարատպատկին։ Աղջիկը կորավ։ Նա որբեմ մնաց, բայց դա ճակատագրի ամենասարսափելի հարվածը չէր։ 12 տարեկանին փոքրիկ Վանգան հայտնվեց սարսափելի փոթորքի մեջ, որը նրան տարեց գրեթե 2 կիլոմետր հեռավորությամբ։ Երբ նրան գտան, պարզվեց, որ Վանգելիայի աչքերը այնքան վնասված էին, որ նույնիսկ Բելգրադի վիրաբուժների լավագույն ջանքերը չկարողացան վերականգնել նրա տեսողությունը։ Թվում էր սա նորմալ կյանքի ավարտն էր, բայց այս դեպքը Վանգային տվեց մյուսներից ավելի շատ տեսնելու ունակություն, այնքան առանց աչքերի։ Իդեպ ոմանք կարծում են, որ Վանգան այս շնորհն ուներ դեռ ողբերգության առաջ։ Երիտասարդ աղջիկը սիրում էր փակել աչքերը և թաքցված բաներ փնտրել շոշափելով, կարծես թե արդեն կույր է լինել։ Հայրը նրան նխատում էր, անվանելով դա սատանայի գործ, բայց աղջիկը համառոտ շարունակում էր։ Եվ տեսողությունը կորցնելուց հետո սկսվեցին մարգարեական երազներ։ Սկզբում մանրություններ, կորած անասուններ, օկանողներ։ Հետո նա կանխատեսեց հարևանների ճակատագիրը։ Վանգան կարծես թե ձեռք էր ձեռել-բերել ներքին էկրան, որը ավելի պայծառ և անկեղծ էր, քան սովորական տեսողությունը։ Անկեղծ լինենք, Վանգան իսկապես եզակի անհատ էր, որը վերապրեց սարսափելի ողբերգություն և իր կյանքը նվիրեց ուրիշների օգնությանը։ Սո պետք է վախենանք 2026 թվականի ապրիլի 12-ից։ Մեր հսկայական երկիրը միշտ առանձին տեղ է զբաղեցրել պայծառատեսի սրտում և կանխատեսումներում։ Այո, Վանգայի խոսքով, Ռուսաստանը դժվար ժամանակներ է սպասում, բայց երկրի քաղաքական ուժը միայն կամրապնդվի։ Ինչ կարծիք եք պայծառատեսի մարգարեությունների մասին։ Հավատում եք 2026 թվականի ապրիլի 12-ին։ Կիսվեք ձեր կարծիքով մեկնաբանություններում։